Ողջույն հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, շատ շնորհակալ եմ, որ արձագանքում եք, ձեր խորհուրդներն եք հղում, ձեր առաջարկները։ Բարեկամներ, Մարգագետնից խոհանոց։ Տեստը կոչվում է ծնեբեկով ապուր, օգտագործելու ենք ծնեբեկ, բրինձ, սոխառած ենք պատրաստելու, ձու ենք օգտագործելու եւ սոխառածը պատրաստելու ենք յուղով, համեմելու ենք համեմունք, աղ, մի քիչ պղպեղ եւ ամենակարևորը ուտեստը ապուրը պատրաստվում է թանով, այս ամբողջը պիտի եփենք թանի մեջ։ Թանը պիտի եռացնենք։ Ավելացնենք թանի մեջ բրինձը։ Բրինձը կարող ենք խաշված, կարող ենք կիսախաշված, կարող ենք ընդհանրապես չխաշված։ Այսպես խառնենք, հասցնենք եռման աստիճանի եւ առանձին կպատրաստենք սոխառած ու կավելացնենք ապուրին։ Հիմա կտրատենք ծնեբեկը։ Ծնեբեկը արդեն ընտրված է։ Ահա, բարեկամներ, արդեն սկսեց եռալ։ Հիմա կավելացնենք ծնեբեկը։ Ծնեբեկի հետ մի քիչ կխաշվի, չմոռանանք, որ բրինձը խաշված է, ծնեբեկները շատ երկար ջերմային մշակման մենք որոշել ենք արդեն չենթարկել, որովհետև կկորցնենք նրա սննդային արժեքները։ Մենք նախապատրաստենք սոխառած, առանձին պիտի պատրաստենք սոխառած։ Եռած քաշում ենք մի կողմ, պատրաստենք առանձին սոխառած, ժառայուղը այստեղ պարտադիր է։ Յուղը դաղվեց, ավելացնենք սոխը։ Պատրաստենք նաև ձուն։ Լավ հարենք, կարելի է մի քիչ աղ ավելացնել ձվին, մի քիչ թանով, այսպես ջրիկացնենք, շարունակենք խառնել, չմոռանանք, որ համեմելու ենք համքեղով։ Տրատենք համքեղը։ Կանաչի մի մասը ձվի հետ խառնենք։ Շարունակենք այսպես։ Սոխառածը չխառնեցիք մինչև որ չկարմրի, մինչև որ այսպես ոսկեգույն չդառնա եւ արդեն սոխառածը պատրաստ է, բարեկամներ։ Ամբողջությամբ տեղափոխում ենք ապուրի մեջ։ Մեկ, երկու րոպե եւ ուտեստը պատրաստ է։
Բարեկամներ, պատրաստ է ուտեստը պատրաստ է։ Հիմա մենք ծորալով կավելացնենք ձուն։ Կիերա։ Ավելացնում ենք կանաչի մնացած մասը, կափարիչով ծածկում ենք, կրակից վերցնում ենք, վերջ, ուտեստը պատրաստ է բարեկամներ, և մեր ավանդական կավի ծապսեն, բուրմունք։ Ահա բարեկամներ, ծնեբեկով թանապուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եվ մեր ցանկությունն է, որ դուք միշտ օգտվեք ազգային ավանդական խոհանոցից, որ թող ձեր սեղանները լինեն միշտ առատ եւ այդ առատությունը հենց ծանրությունը լինի մեր ազգային խոհանոցով։ Մենք պիտի ավանդական ուտեստներ ճաշակենք բարեկամներ, որ կարողանանք լինենք ավանդապաշտ։ Ուզում եմ, որ միշտ միասին լինենք եւ ամեն մի հանդիպում ունենա իր արդյունքը։ Իսկ այդ արդյունքը լինի այն, որ մենք էլ ավելի լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ծնեբեկով ապուր։ Ծնեբեկ 1 կապ, բրինձ 200 գրամ, սոխ 80 գրամ, յուղ 20 գրամ, ձու 1 հատ, թան 1.5 լիտր, աղ, պղպեղ, բարեխորշակ։